Առաջին ալիքը ներկայացնում է 1956 թվականի նոյեմբերի 29-ին հեռարձակվեց հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը։ Ես առաջին անգամ դուրս եկա եթեր։ Հիմնադիրներն ու աշխատակիցները ստեղծագործում էին, աշխատում ու սովորում միաժամանակ։ Այժմ արդեն հեռուստատեսությունն աշխատում է օրը 24 ժամ, հեռուստադիտողին հասցնելով տարբեր ժանրերի հաղորդումներ ու ֆիլմեր։ Երբեք չհանգստացող այս օրգանիզմը տասնամյակներ շարունակ կենսունակ պահողները ոչ թե տաղավարներն են, տեխնիկան կամ շինությունները, այլ մարդիկ, հեռուստատեսության հնաբնակները։ Դասերի ժամանակ ինչ-որ տելևիզոր էին նկարում, տելևիզորի մեջ նկարում է թե ոնց կարան Բիթլզները կանգնեն, ոնց կարան Երևան իրանք, ասենք օրկեստրը ոնց կարա նստի, այդ տեսակ բաներ էին նկարում էկրանի մեջ, բայց ես չէի մտածում, որ կգնամ հեռուստատեսություն կամ ասենք թե ինչ-որ կշարունակեմ դեպի այդ ուղղության վրա։ Հազիվ ռադիոընդունիչով բռնում ենք «Գոլոս Ամերիկա», Ամերիկայի ձայն, որոնցից լսենք գոնե Շարլը ոնց է երգում Բիթլզներին, Էնրիկո Մասիաս, Միրեյ Մաթիե։ Որոշեցի, որ գնամ ընդունվեմ աշխարհագրական բաժին համալսարանի։ Չգիտեմ, շատ էի սիրում աշխարհագրություն, շատ։ Չընդունվեցի, մայրս մի ընկերուհի ուներ, ասեց ռադիոյում եմ ես աշխատում, հեռուստատեսություն, ուսումնական խմբագրություն, ռեժիսորի օգնական տեղ կա, թող գա աշխատի, բայց չբերեց ինձ հեռուստատեսություն, ռադիոյի առաջի արկում ենք մեր հիմիկվա։ Երբ որ ընդունվեցի հեռուստատեսություն, տատիկս կար, անդադ հարցնում էր, ինչ տեղ է այդ։ Ես անդադ պատմում էի, ես կոմենկոմ չէր բանանում, բայց ասում էր, որ նայում էր հեռուստացույց, ասում էր հետաքրքիր տեղ է։ Մի հատ էլ ընկերուն էի, շատ հետաքրքիր, ինքը կոլորիտով երևույթ է, հիմա էլ կա ինքը։ Ասում էր, ինչ ես բերում ընդես տուն։ Ասում եմ, ինչ եմ բերում։ Ինչ ես գողանում էլի, ինչ որ մի բան կա, որ բերես տուն։ Ասում, ճիշտ ասած, ժապավեններ են, բաներ են, տենց ինչ պիտի բերեմ։ Ինքը սովորեր, որ եթե մարդը աշխատում է, ինչ որ մի բան պիտի բերի, որտեվ իր հայրը ասում էր, որ պապաս եթե բան է չի լինում վերցնելու բերելու, քարը դնում է թերթի մեջ, փաթաթում էր, դնում էր թևի տակ, գալիս էր տուն, որ իմանա ինքը, որ ինչ որ մի բան է բերել տուն։ Դե հեռուստատեսությունը չգիտեն ինչ բան է, ոնց է երևում մարդու մեջը։ Ուղիղ եթերում աշխատում են լավագույն մեր դերասանները։ Էդ էլ անհասկանալի է, թե ուղիղ բացի ինչ կարա լինի, էլի, որտեղ տեսագրություն չգիտենք ինչ բան է։ Ռեժիսոր օգնական է, ասում են գնա գազանոցից մի հատ ինչ-որ տես մի մեծ թռչուն իր մեջ, բանի մեջ պետք է դնես, ավտոբուսով, տրանսպորտով, են գազ ստուդիա։ Բերում էի վերջը հաղորդմանը, որ լավ էր ստացում, ես ուրախանում էի, որ բերել եմ։ Վերջը ամեն ինչ անում էի, որ օգնեի մարդկանց, ու ես էլ կամաց-գամաց զգում էի, որ ընկել եմ շատ հետաքրքիր աշխարհ, հեքիաթային մի հատ աշխարհ, որտեղ մարդ կարող է ինչ-որ մի բան մտածի ու ավելացնի վրան երաժշտություն, նկարներ, բանաստեղծություն, ծաղիկների կադրեր ու դրանով սիրնացնի այն էկրանը, որ ես փոքր ժամանակ նկարում եմ դպրոցական։
շատ սիրեցի հեռուստատեսությունը, բայց եկել էր ժամանակը պետք է քննություններ գնայի տայի, տնտեսագիտական մեջ եմ, անխի դրա վրա եմ պարապել, զզվում է մաթեմատիկա, մամաս է ստիպում, ասում էր, հիմա կյանքը տենց է էլի գնա տնտեսագիտություն, գնացի, չընդունվեցի, այն լճացման տարիներ էին, ոչ միտեղ չէր գնում, բոլորը իրանց աշխատանքի տեղերում, այն 70-ական թվականներն է, կոֆե են խմում, կարտ են խաղում, նարդի են խաղում, եսին ինչերով, ամեն ինչով զբաղվում են իրար հետ խոսում, բայց գործից, հենց ընդմիջման ժամանակն է գալի բոլորը պամիդոր են, պաներ կտրում են, ես հեռուստատեսություն չէի տեսել այդ բանը, որտեվ հեռուստատեսության աշխատողները երբեմն զգում են, որ ժամանակ չունեն դրանով զբաղվելու։ Ես անմիջապես վազեցի, էլի խնդրեցի, ընդունեցին էլի, ու 4 տարի աշխատեցի օգնական, բայց ես հեռուստատեսությունից չէի իշտում տուն։ Ամբողջ օրը ստեղ էի։ Ոչ թե ստեղ էի, որ մնամ ստեղ, այլ ստեղ էի, որտեվ մի հատ հոտ կար այս հեռուստատեսությունում ու մի հատ շունչ կար ու տեմպ ու ռիթմ ու գեղեցիկ ինչ-որ ստեղծագործելու ինչ-որ մի պահ կար, որ ես սիրարվել էի դրան։ Իմ նախնիները վանեցիներ են։ Պապս Ռշտունիկից էր, տատս Վանից, Խանջան ընտանիքից։ Ես մեծացել եմ շատ երջանիկ։ Այ մոտապես տեղ էր այդ մեր տունը հին։ Տեղ մի քիչ բարդ է խոսել իմ համար, որովհետև ամեն ինչ փշրվել է, փոխվել է։ Այս ագրավն է երևի հիշում։ Ուրիշ ոչ որ։ Ու ժամանակվա շատ հետաքրքիր բաներ կա, բայց այդ ես որոշել եմ, որ ինչ-որ ժամանակ, որ մի 40 տարեկան կլինեմ, այդ մի հատ գիր գրեմ, ու այդ բոլորը լավ հիշեմ, էլի, որտեղ հիմա պատրաստ եմ այդ նուրբ թեմաները շատ։ Դրան պետք է հենց տենց շատեր, ես սիրում եմ մի աղջկա կամ չգիտեմ, ուրիշ տեսակ մոտեցում, ինչ երաժշտություններ այդ ժամանակ, ինչ տրամադրություններ, ոնց էր։ Միթե սիրտը մութեքո Մամաս երկչու էր եղել, Օֆելիան Բարձումյանի, Արաքսեգու Գիլզադյանի հետ միասին երգել էր, բայց երբ որ ծնվել եմ ես, ինքը թողել է երգելը։ Միշտ երգում էր բարեկամների, երեկոների ժամանակ միշտ երգում էր, ու ես ճիշտ ասած միշտ փախնում էի դուրս, ասում էի երևի մամաս լավ չի երգում, չգիտեմ ինչ էլի, բայց ինքը շատ լավ էր երգում։ Ես հիմա հասկացա, որ ես իրան նկարեի ու ձայնագրեի, որտև ինքը շատ հետաքրքիր անձնավորություն է։ Իրան շատ եմ կարոտում։ Պապիկիս էլ, պապիկիս էլ։ Անթադ փոքր վաղթում էր, որ բոլորս միշտ միասին ենք լինել։ Չի լինել այդպես։ Ես հաղորդումներին, որ աշխատում էի, շատ էի խնդրում գոնե մի անգամ այն կնոպկան ռեժիսորական վահանակի սեղմեմ էլի։ Որ դժվար բան էր այդ, պետք է 5-6 տարի անցներ, որ դու մի անգամ սեղմեիր ու շապկան գնար եթեր։ Չէ, առաջի բանը հիշում եմ,
Մարքսին նվիրված ինչ-որ հաղորդում էր Արտուր Մինասյանն էր մեր Մուշեղի հայն էր անում այդ հաղորդումը, ասեց Սուրիկ ջան, այսօր կարաս սեղմես կնոպկան։ Այդ առաջի կնոպկան, որ սեղմեցի ռեժիսորական վահանակի, եկել եմ բոլորին տանը պատմում եմ, ընկերներից ոչ մեկ չի հասկանում ինչա կատարվի իմ հետ, որ ես եթեր եմ տվել ինչ-որ մի բան, ոչ ոք չհասկացավ տենց էլ։ Արտուր Մինասյանն է իմ, ոնց ասեմ, առաջին մարդը, առաջին ընկերը մեծ, որ հանդիպել եմ հեռուստատեսությունում եւ իրանից շատ բան եմ սովորել։ Սովորել եմ շատ ավելի կարդալ, սովորել եմ ավելի շատ լսել, ծանոթանալ ինչ-որ տարբեր բաների հետ, ուշադիր, լսել ճիշտ երաժշտություն։ Հետո արդեն անցավ ժամանակներ, հետո թույլ տվեցին, որ հաղորդումներ պատրաստեմ, ռեժիսորի օգնական էի, այդ ասիստենտ դարձա, մոտ մի 7 տարի ռեժիսորի ասիստենտ աշխատեցի, շատ հաղորդումներ էի անում, շատ։ Ես դարձա ռեժիսոր, երևի 80-ական թվականներին, 1-2 թվականին, երբ որ Բրեժնևը մահացավ, հիշում եմ, այդ օրերին ես դարձել էի ռեժիսոր, որտեղ ծրագրերի տնօրենի սենյակում էի, այդ Բրեժնևին էի թաղման արարողությունները Մոսկվայից նայում են, հիշում եմ հենց այդ օրին ինչ շնորհավորում էին ինձ, ու երբ որ թաղման ժամանակ հիմնը հնչեց, բոլորը մեր ծրագրերի դիրեկտորի ոտի կանգնեցին, ծիծաղալու էր, բայց դե հետաքրքիր էր։ Սուրեն Ռշտունուն ճանաչում եմ 82 թվականից, երբ ես տակավին երիտասարդ ընդունվեցի հեռուստատեսությունում որպես ասիստենտ ռեժիսորի եւ հենց իր մոտ էի ասիստենտ։ Ինքը մինչև այդ արդեն բավականաչափ աշխատել էր հեռուստատեսության հիմնադիրների հենց առաջին սերնդի հետ, այսինքն իր փորձը մասնագիտական ինքը ձեռք է բերել առաջին ձեռքից հիմնադիրներից։ Հեռուստատեսությունը որպես գործարան, հա, կենթանի եթեր եւ պրոդուկցիա տվող այդպես գործարան շատ համահունչ էր Սուրիկին, իր խառնվածքին, այդ կենթանի եթերը այն ժամանակ ավելի շատ էր, հիմա չգիտեմ, այդքան շատ չի, բայց այդ կենթանի եթերը հստակ անսխալ որոշումներ կայացնել եւ կատարել, այդ դա հենց Սուրիկինն է։ Նրա ռեժիսորական մոտեցումները չէ շփոթի ոչ մի ռեժիսորի հետ, որովհետև նրա հեռուստատեսային գույնը, պատկերը տարբերվում է, գիտեք, բոլոր մյուս ռեժիսորներից։ Սուրեն Ռշտունին եղավ այն մարդկանցից մեկը, ով որ իր նախորդների վրա ավելացնելով իր փորձը ստեղծեց իր ռեժիսորական դպրոցը։ Բարև ձեզ բարեկամներ, եթերում մեր լեզուն, մեր խոսքը հեռուստահաղորդաշարն է։ Ես այն ժամանակ մեր լեզուն, մեր խոսքն էի նկարահանում, Արտեմ Սարգսյանի խմբագրի հետ միասին Աստղիկի գնացինք, հանդիպում էր ինչ-որ ես կանչեի Խնկո-Ապոր գրադարան, բեմում նստել ենք մենք, ոնց հիմա ես, մի քանի հոգով իհարկե, ու ինչ-որ մեզ հարցել չեն տալի, բայց մենք նստած ենք այնտեղ, այդ բեմում Արտեմ Սարգսյանն էին հարց տալի, ու ովքեր որ աշխատողներ կային, մարդիկ կային նստած, այդտեղ է նաև Ջեման, որը աշխատում էր Խնկո-Ապոր գրադարանում, հետո
նկատեցի։ Տեսավ, ու այդպես նայում էր անընդհատ եւ ես ուղղակի ուշադրություն չդարձրեցի, հետո դահլիճից դուրս եկա, հետո մեր աղջիկներից մեկը ասեց, որ Ջեմա այնտեղ ռեժիսորը քո մասին էր հարցնում, ես էլի ուշադրություն չդարձրեցի։ Մի հատ ընկերն էի Բոյով Վարդանանն ու Վարդանի ծաղիկներ տվեցի, ասել խնդրում եմ էլի տարտուրել, ես անհարմար եմ զգում, կարող է տանի հանգարցակի ծաղիկը խփեն, բանի մեջ կընկնեմ։ Տեսանք մի հատ երիտասարդ, շատ նենց հաճելի երիտասարդ, մեծ ծաղկե փունջով բարձրանում է դեպի գրադարան ու բոլոր աղջիկները ասում են, «Վայ, տեսնես, ես ում համար է բերում համար»։ Մեկ էլ էս տղան մտա, ասենց ներողություն, Ջեմա, ձեզ կարելի է, ես ասենց զարմացած մտածում եմ, տղենով որ ասենց ծաղիկներով գալիս։ Բերեց տվեց, ես արդեն սպասում եմ, որ ինքը ինչ որ բան պիտի ասի։ Ասում գիտեք ինչ երեք մեր ռեժիսորը Սուրեն Ռեշտոնին այստեղ տեսել է գրադարան, ինքն է ուղարկել, բայց իսկ ինքը ինչի չի եկել, ասես թե մտածեց, որ ես բերեմ, հետո նոր ինքը կհանդիպի, մի խոսքով այդպես Կամաց հանդիպեցինք։ Մեր երեխեքը ծնվեցին, հետաքրքիր էր, Զարուհին ու Հայկը, փոխվեց կյանքը։ Գիտեք ինչ, ես այդպես տարբերություն չեմ տեսնում, ինքը գլխավոր էր, թե սովորական ռեժիսոր, ինքը աշխատասեր է, ինքը միևնույն է, երկու դեպքում էլ ինքը անընդհատ հեռուստատեսությունում էր։ Մեր մոտ իհարկե եւ այդ վիճաբանություններ էր լինում, որովհետեւ ինքը շատ ժամանակ ավելի շատ տրամադրում էր հեռուստատեսությանը, քան ընտանիքին։ Սուրիկը բեմադրել է բազմաթիվ հեռուստատեսային ֆիլմեր, մեծ մասսայական տեսարաններով հագեցած հաղորդումներ, օրինակ ամանորյա ծրագրերը, տոնական ծրագրերը, այդ դա իր մոտ ստացվում էր հատկապես, որովհետև դա մի քիչ ավելի բարդ ոլորտ էր, ամեն մեկին չէին վստահում։ Ինքը եւ պատասխանատու էր, եւ պարտաճանաչ, եւ կրեատիվ։ Պարոն Ռշտունին, երբ որ մտնում ենք առաջի տաղավար, ժամի զգացողությունը մոռանում ենք, որովհետև այնքան շատ էին խմբերը եւ 5-6 ժամ պետք է տևեր նոր տարվա երեկոն։ Եվ մոռանում ենք ժամը քանիսն է, ով երբ եկա, որտեվ մարդիկ եւ պարողները եւ երգիչները ընկնում էին էմոցիայի մեջ, ուզում էին անընդհատ դուբլեր նկարենք, որպեսզի շատ ավելի լավ լինի։ Ժամը 1-ն է գիշերվա, դեռ նկարում ենք եւ այժմ նկարանները ավարտվեց ժամը 2-ին, ես մոտեցա պարոն Ռշտունին, ասի պարոն Ռշտունի, ժամը 2-ն է, եկեք ավարտենք, մարդիկ հոգնել են, էլի առավոտյան ժամը 9-ից, հիմա չէ, դու ինչ ես ասում, ժամը 2-ն է, ցերեկվա, միասեք դες բաներ, հələ նոր հունի մեջ ենք ընկել, օպերատորները եւ հրանք տվեց, ասեց Բորիկ ջան, բոլոր լույսերը դրեք, պարիպետականը հիմնիկտիկա, մասսայական տեսարանա, այդտի նկարենք։ Ժամը 3-ն է գիշերվա, պարոն Ռշտունի, ժամը 3-ն եղավ, չէ, պետք է նկարենք, եւ ուրեմն ժամը 4-ն եղավ, չէ, պետք է նկարենք, մեր լուսավորողներից մեկին մոտեցա պարոն Թեփուչեկյանին, ասի Գառնի ջան, այստեղ ինչ կնոպկա ունես, որ սխմենք, սաղ լույսերը անջատվեն, ասաց այնտեղ մի հատ կնոպկա կարի, քեզ տեղը ցույց տամ, բարձրացա այդ կնոպկայի տեղը, ժամը 4:30 որ տեսա պարիպետականը չկա, մարտիկան չարություն արեցի, բարձրացա ու կնոպկան սխմեցի, սաղ լույսերը անջատվեց, դուրս եկանք դուրս, այն ժամանակ ինքը մի հատ 01 ուներ, ինքս նայեցինք, ուրեմն ձյուն էր եկել, ամբողջ այդ մեքենան ծածկվել էր, ասեց, իսկականի ժամը 4-ն է, ասեց ինչպես տեսնում եք պարոն Ռշտունի, այս արդեն բնորոշում է, որ այնքան էր կլանվում այդ տաղավարային նկարանում ես, որ չէր ուզում, չէր պատկերացնում, որ արդեն գիշեր է։ Գիտեք ինչ է, տուն չի գնում այդ մարդը, նա անվերջ աշխատանքի մեջ է, անվերջ։
Եթե նույնիսկ գործ չունի, դա իհարկե հազվադեպ, բայց այդպես լինում է, ուրեմն ինքը միևնույն է, էլի տանը չի նստելու, ոչ էլ հիմա ինչպես ընդունված է, որևէ սրճարանում է նստելու, ինքը անմիջապես ուղիղ շախմատի առաջ, բայց մի պայմանով, որ դա լինի հեռուստատեսության տարածքում։ Շախմատ ու ֆուտբոլ հեռուստատեսությունից բացի այդ արանքներում միայն հեռուստատեսություն։ Խեղճ մայրը, գիտեք ինչքան էր չարչարում օրը, մինչև տուն չէր գնում, չէր քնում այդ կինը։ Զանգում էր, ուր է Սուրիկը, խառնում ենք, գիտենք, որ հեռուստատեսությունն է, զանգում ենք, այ Սուրիկ գնա տուն, կամ զանգի մամային։ Նոր տարվա այդ ծրագրերը երբ որ նկարում ենք, շատ բաներ է լինում։ Մի օր օրինակ բան չկար, շամպայն չունեինք, երկչու ենք նկարում, որը պետք է երգի Թերան 43-ի երգը, Իննա Չիլինգարյանը, եւ ձեռքին շամպայնի բաժակ պետք է լինի, շամպայնը, բայց գիշերվա 3-ն է էլի նկարանում ենք, չկա շամպայն։ Ինչ պետք է անենք, սպիտակ ջուրը լցնենք, օպերատորը ոնց որ հիմա կարող ասի ժամանակ բորիկը ասեց սպիտակա չինի ջուրը։ Բայց ինչ անենք, այնտեղ գուաշ կար մեկ ասեց, կարան գուաշ խառնենք ու նկարենք։ Գուաշը խառնեցինք, բայց արծունին ես խնդրեցի մեր ասցենտին։ Ասի արծուն զգուշացրու, որ չխմի։ Ինքը մոռացավ։ Այս Իննա Չիլինգարյանը հենց պրծավ երկու ուրախացել էր էլի ու խմեց այդ ու դրանց հետ թունավորվեց։ Գրիշա Աղախանյանը եւ Արմինե Նահապետյանը Սուրեն Ռշտունու Սիրո աստղ ֆիլմում։ Իհարկե շատ հաճախ հայրս բացակայում էր տանից հարգելի աշխատանքի, հարգելի պատճառով, բայց երբեք չի թողել, որ այդ բացը լինի։ Միշտ շաբաթ կիրակի օրերին ինքը կազմակերպում էր այդ ժամանցը, լիներ քաղաքից դուրս, թե կենդանաբանական այգի, միշտ սիրում էր մեզ այդ ժամանակ անցկացնել, ինքն էլ երևի լիցքաթափվում էր այդ կերպ։ Ֆուտբոլը հիմնականում քրոջս Զարայի հետ էր գնում, ես փոքր էի այդ ժամանակ եւ չէի գնում իր հետ։ Ինքը նվիրված է իր աշխատանքին, չնայած մեզ էլ է նվիրված, համատեղում է համ ընտանիքը, համ աշխատանքը։ Մենք հասկանում ենք, ընդունում ենք իրան այդ տեսակի մեջ, բայց ինքը երբ որ միջոցառումներ ա լինում, ծնունդներ, ասենք ինչ որ տենց կնունք, հարսանիք, ինքը միշտ շատ մեծ դժվարությամբ ժամանակ է գտնում, որ այդ ժամանակն էլ չունի, իր աշխատանքին ինքը այնքան է նվիրված, որ հիվանդանալու ժամանակ էլ չունի, ես ձեզ ասեմ։ Լավ աշխատանք է, հվանում եմ այդ աշխատանքը, հատկապես այդ դերասանների հետ, երգիչների հետ եւ ես տեսնում եմ ոնց են իրան տրամադրված, ինքը ոնց է սիրում, ոնց է աշխատում։ Ես չէի կարող այդպիսի ինչ որ ասեի հարցեր դնեի, որ կամ ես կամ հեռուստատեսությունը, բայց ինձ թվում է, եթե այդ հարցն դնեի, կարող է եւ ինքը ընտրել հեռուստատեսությունը։ Ըստ իս, չգիտեմ, այդպես եմ կարծում։ Ինքը մի մեծ տաղանդ ունի, ինքը մի ներքին աչք ունի, հետաքրքիր, անկեղծ, խորքային, բնական, ինչ-որ բան տեսնելու միանգամից ինքը նկատում է դա, միանգամից նկատում է եւ այդ անկեղծ, խորքային նկատածը բերում է էկրան։ Նկարանման հրապարակում ռեժիսորը մեծ դեր ունի։ Եթե ինքը լարված մտավ նկարանման հրապարակ, չափազանց էմոցիայով մտավ նկարանման հրապարակ, բոլոր մարդիկ
անկախ իրենցից սկսում են լարվել, ներվայնանալ եւ աշխատանքը տենց չի շահում։ Իսկ Ռշտունին մտնում է հումորով։ Ինքը շատ հետաքրքիր դիմելաձև ունի, ծիտիկներ ջան, կյանքեր ջան։ Հիմա տեսեք ոնց են փայլուն, ոնց են կանելու։ Դիտին բարերն այդ ես դες փորձել եմ ասել, որտեվ կարճ է, որ ասես շատ լավ է, գեղեցիկ է, բանը մի քիչ երկար ասած։ Կյանք ինչ լավ է, վсё։ Իմ տրամադրությունն էլ է դերասանու լավանում, դերասանի, օպերատորն էլ, լուսավորողն էլ, բոլորն էլ լավանում են, որտեվ կյանքը շատ լավ բառ է։ Հեռուստատեսային շարժակայանում պրակտիկա էինք անցնում, ինչ-որ համերգ էր նկարվում, որ նույնիսկ օպերատորներից մեկը այն խնդիրը, որ ինքը դրել էր առաջ, ասենք ինչ-որ հերանում էր, ինքը տեսնում էր մոնիտորի վրա, ասում էր, ուզում է ջղայնանա այդ պահին, այս կյանք ես ինչ անում, ասում էր։ Իր մտքի դռները, հոգին շատ բաց է ամեն նորարարության երիտասարդների առջև, հրճվում է ուրախանում, հիմա ավելի լավ են, նրանք ավելի լավ են աշխատում, չէ, նրանք հետաքրքիր են, հա, որոշ բան, բայց դրանք շտկվող են, իրենց պետք է ասպարեզ տալ, իրենց պետք է ուժ տալ, լավատեսություններ շնչել։ Ես ընդհանրապես բոլորից եմ շնորհակալ, որովհետև չգիտես ոնց, ինձ միշտ ինչ-որ տարբեր հարցեր են եկել, ասել են դու մշակույթի ինչ-որ վաստակավոր գործիչ ես վաղը գնա ստացի։ Այն իսօր Մովսես Խորենացի անդադ մտածել եմ ոնց է տես կատարվում իմ կյանքում լավ բաներ։ Ուրեմն իմ կողքին շատ լավ մարդիկ են, կյանքեր են, փայլուն լավ կյանքեր ու ես մեկ հուզում եմ։ Կարծում եմ, որ հեռուստատեսությունը երբեք չի դադարի իր սերը լինելուց, թե որերորդ տեղում է գտնվում, դա ինքը կարող է ասել, բայց ինքը հեռուստատեսության մարդ է։ Հեռուստատեսությունը իր երկրորդ տունն է, եթե ոչ ասենք առաջին։ Ինքը այսօր էլ պետք է հեռուստատեսության եւ հեռուստատեսությունն էլ իրեն է պետք, իրենք միասին են, ասեմ գիտեք ինքը այն մարդկանցից է, որ երբեք թոշակի չի գնալու։ Ինքը անընդհատ աշխատելու է, իր օգտակարությունը չի վերջանալու։ Ինքը անհրաժեշտ է մեր հեռուստատեսությանը։ Իրա միայն մեկ հայացքը, իրա միայն մեկ խորհուրդը, իրա միայն մեկ կարծիքը, որ նոր պրոյեկտ ենք սկսում, ես միշտ իր խորհրդի կարիքը ունենում եմ, միշտ ասում եմ, որ խնդրում եմ եղեք տաղավարում եւ ասեք կարծիք, որտեվ մեր գործը դա թիմային գործ է։ Մեր գործը պետք է ամբողջ թիմում լինեն արհեստավարժ անձնավորություններ, որ կարողանալ պատվով դուրս գալ տվյալ խնդրից։ Երբ որ հիմնավոր մարդիկ են կողքդ, թիկունքդ ամուր է։ Ես իրան տարբեր ձևերով եմ դիմում, կարող եմ թվարկել։ Դիմում եմ մեծություն, հեղինակություն, վաստակավոր։ Ինձ համար ինքը բարձր հեղինակությունն ու պատիվ է միշտ իր հետ աշխատել եւ քայլել այս հեքիաթային ճանապարհով։ Ամեն մի օրը իմ համար եղել է մի հատ հետաքրքիր պատմություն։ Դժվար է այդ, որ ասում են 50 տարի, ես մի տեսակ վախենում եմ, դաժե հուզվում եմ, ինչ որ, բայց ես գիտեմ, որ երբեք չեմ զղջացել ու երբեք չեմ ասի, որ վատ տեղում եմ եղել, ես եղել եմ շատ հետաքրքիր կյանքի մեջ, որտեղ անընդհատ էլ եմ ասում, ես չեմ ասում հաղորդումներ, հեքիաթներ են դրանք, փոքր հեքիաթներ զարդարել են իմ կյանքը։ Նրա թթվածինն է հեռուստատեսությունը, նրա գոյության միջավայրը, առանց որի պարզապես նա չկա։ Սուրեն Ռշտունին դա իկոնայի պես բան է։ Ես հեռուստատեսությունում աշխատելու ժամանակ անդադ պրավալների մեջ եմ։ Ինչա պրավալ, որտեղ երբեք իմ ուզածը 100%-ով չի եղել ու այդ իմ համար եղել է պրավալ։ Իհարկե ես ինձ մխիթարել եմ, ասել եմ
դե լավ ոչինչ, բայց այս եղել այն մեկ ասես լավ այն մեկին դուր եկա, բայց պրավալները անընդհատ են։ Ու իմ երազանքն է մի հատ այս բան նկարել, որ պրավալ չլինի, լինի 100%-անոց, ու ես երջանիկ զգամ այդ ամեն ինչի մեջ։